Այսինքն եսից մենքի անցումը բոլոր բարերը փոխանցում են, որ մարդը մենակ չմնա։ Դե մենակ մարդը վտանգավոր մարդ է։ Ինքը շատ խոր արմատներ ունի եւ մշակույթի տարբեր ոլորտները պարունակում է իր մեջ։ Եվ ես իմացա, որ դա շատ արժեքավոր, շատ լավ բան է եւ ուզեցա, որ մյուսներն էլ իմանան։ Մեր ռազմական բարերը, մեր ռազմական երկերը նախատեսված էին նաեւ հենց այս խնդիրը հավաքական սիրտ, հավաքական ոգի ստեղծելու համար, մարդկանց վախերը դուրս հանելու համար եւ ամրություն հաղորդելու մարդկանց զինվորներին։ Առանց քիթը կոտրելու ինքը սովորում է ոնց կռիվ անել։ Այդ հարվածային, որ ասում եք, նկատում եք իրար հարվածելու։ Երկու ուղղությամբ էր այդ գործողությունը աշխատում, մեկը իր զինակիցներին ուժ էր տալիս եւ մեկը թշնամուց ուժ էր խլում։ Գարեգին Նժդեհն ասում էր թշնամուն ֆիզիկապես հաղթելուց առաջ դու պետք է իրան քո ոգով հաղթես արդեն, դու քո մեջ պետք է իրան հաղթես, դու ոգով պետք է իրան ճնշես հաղթեսի։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է։ Բարև ձեզ, ես Նոեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, մենք անընդհատ ենք խոսում մեր ինքնության կարևորության, վերարժևորման, դրա տարածման եւ կրողը լինելու մասին։ Այսօր տաղավարում կրկին այս թեմայի մասին ենք զրուցելու։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչպես հայկական պարը, հայկական երգը կամ ձեռքի աշխատանքը մեր ներսում վերարտնացնում են հայկականությունը, մեզ բյուրեղացնում են, մեզ կապում մեր արմատներին։ Տաղավարում այսօր ես զրուցելու եմ մենք կրթամշակութային հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ստեփան Թորոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ստեփան, ճիշտն ասած, շատ երկար տարիներ, որ հետևում եմ մենքին, առաջին անգամ թերևս մենքին հանդիպել եմ մի 10 տարուց ավելի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, Սուրբ Գևորգի տոնի ժամանակ ձեր խմբի մասնակցությամբ այդ պարային ուրախ տոնին ու շատ ուրախացա, այն ժամանակ այսքան ակտիվ չէր դեռ ամեն ինչը, 10 երևի ավել տարիներ, չեմ հիշում ուղղակի որ տարեթիվներ, ու դրանից հետո անընդհատ պարբերաբար ոնց որ իմ աչքի առաջ եք ու տեսնում թե ինչպես է զարգանում մենքի ընթացքը։ Նախ ուզում եմ հասկանամ ինչու եք մենք դրել ձեր հասարակական կազմակերպությանը կամ պարի խմբի անունը եւ ինչու որոշեցիք բացել այդ հասարակական կազմակերպությունը։ Մենքը ստեղծվել է 2012 թվականին որպես ազգային պարի խումբ եւ հետագայում որ մեր գործունեությունը սկսվեց ընդլայնվել, որոշեցինք իրեն իրավական կարգավիճակ տալ եւ ստեղծել մենք հասարակական կազմակերպություն կրթամշակութային բնականաբար եւ ինքը ստեղծվել է մի հատ բաց ունենք մենք մեր պետության ներսում ազգային մշակույթը լիարժեք գնահատված չէ եւ մենք ուզում ենք մեր մասնավոր ռեսուրսներով նպաստենք, որ մասնավոր միջոցներով նպաստենք, որ դա իր արժանի տեղը զբաղեցնի։ Եվ արդեն 13 տարի այդ գործով ենք զբաղվում։ Բաց լրացնելու համար դուք ինքներդ էլ չեք գնացել եք սովորելու հայկական պար։ Այո, ես Ինչպես է այդ ընթացքը։ Ձեր մեջ ինչպես արտնացավ այդ ինքնությանը վերադառնալու կանչը։ Ես պարել եմ 10 եւ ավել տարի Կարին խմբում, Գագիկ Կինոսյանի մոտ, ինքը եղել է իմ ուսուցիչը, ես իրենից շատ բաներ եմ սովորել եւ մինչ այդ մենք իմ շրջապատում ես էլ մեր ազգային մշակույթին այդքան խորը ծանոթ չէինք եւ մեր պարերը ինչ որ մենք պարում էինք մեր խնջույքների բաների ժամանակ սովորական էս մեր ձեռնապարն էր ռաբիզի տակ այսինքն պարը ոնց որ մենք ընկալում ենք ես էլ եմ այդպես ընկալում որ ինքը մենակ այդ մի 6-8 տարբերակն է խնջույքային տաշի-տուշին է եւ ինքը ուրիշ խորը բովանդակություն չկար կարծեք թե պարի միջոցով մեր ժողովուրդը մենակ պարելա ուրախացելա եւ վերջ բայց Կարինում Գինոսյանի շնորհիվ ես բացահայտեցի որ ինքը սգո ժամանակ է կիրառվում
չգիտեմ, հաղթանակների ժամանակ է կիրառվում, ինքը բնության հետ կապը պահելու համար է կիրառվել եւ ինքը շատ խոր արմատներ ունի եւ մշակույթի տարբեր ոլորտները պարունակում է իր մեջ։ Եվ ես իմացա, որ դա շատ արժեքավոր, շատ լավ բան է եւ ուզեցա, որ մյուսներն էլ իմանան։ Հետաքրքիր բան եք ասում, համարվում է, որ առաջին երաժշտական գործիքը, որը մարդը սկսել է օգտագործել կամ կիրառել, հարվածային որևէ բան եղել է, որ հարվածել է ժամանակակից դհոլի կամ կոպալի նախատիպը երևի ինչ-որ մի բան, եւ դա սկսել է ռիթմ առաջացնել, եւ այդ ռիթմը մարդկանց բերել է որոշակի շարժումներ անելու, եւ գուցե այն ժամանակ, երբ մարդը դեռ չի կարողացել խոսել, հատուկ ինչ-որ բառապաշար չի ունեցել, այդ շարժումներով, ժեստերով սկսել է շփվել իրար հետ եւ հաղորդակցվել թե բնության հետ, թե իրար հետ, թե կենդանիներին վախեցնելու համար, թե ռազմական ոգին ворթեգրելու եւ որսի գնալու համար կամ հարձակված թշնամի ցեղերի դեմ ուժեղ պայքարելու համար։ Արդյոք այդ մտածողությունը ենթագիտակցական այդ շերտը այսօր մեր հայկական պարերի մեջ կան։ Այո, կան միանշանակ եւ ինչ գործողություններ ինչի համար որ նրանք ստեղծված են եղել, դա այսօր էլ կիրառելի է, դա այսօր էլ ակտուալ է։ Տեսեք, կոնկրետ ռազմական պարերի առումով, ռազմական պարերի եւ երգերի առումով ինքը ոնց է կիրառելի այսօր, այսինքն ռազմական ոգին շատ կարևոր բան է։ Պատերազմում հաղթանակելու ամենաառաջին գործիքներից մեկը ռազմական ոգին է։ Եվ դա կայունացնելու, դա բարձրացնելու զինվորների մեջից վախերը, ստրեսները հանելու, իրենց հավաքականություն ստեղծելու, հավաքական սիրտ ստեղծելու գործում շատ կարևոր են ռազմական պարերը եւ ռազմական երգերը։ Այս խնդիրը լուծելու համար, այսինքն այս երևույթը լուծելու համար, երբ որ խնդիրը երևույթը սա է, երբ որ կռվից առաջ բոլորը անհանգստանում են։ Դա լինի 2000 տարի առաջ վահանների պատի հետևում կանգնած զինվորը, որ մտածում է, որ հեսա նետերով կրակելի են եւ ինքը կարող է զոհվել, սպանվել, եւ թե խրամատի մեջ կանգնած զինվորը, ով որ մտածում է, որ հեսա հրետանին խփելու է եւ իրենք կարող են վիրավորվել կամ զոհվել։ Այսինքն այս հոգեբանական կայունություն ապահովելու համար ինչ որ մի բան պետք է անել։ Հիմա կա դրա ոնց որ գրեհիկ տարբերակը, երբ որ սկսում են հակառակորդին վատաբանել, հայհոյել եւ այլն, եւ կա դրա թերագնահատել, որ իրենք, չգիտեմ, թույլ են, իրենք սենց են, իրենք նենց են, հեսա գան մենք իրենց սենց կանենք եւ այլն, կա սրա ոնց որ այս վատ sense տեսակ գրեհիկ տարբերակը, որը երբեմն աշխատում է նաև, բայց իրականում հետո ավելի շատ վնաս կարող է հասցնել։ Թմրեցնել, զգոնությունը կորցնել, մեծամտությունը շատացնել։ Ինքը տեղային խնդիր է լուծում։ Այսինքն այդ պահին, երբ որ ասում են, ինքը տեղային խնդիր է լուծում։ Հա, կարճաժամկետ ինչ որ խնդիր է լուծում հենց այդ պահին, բայց երկարաժամկետ խնդիր լուծելու հարցում ինքը կարող է ձեր ասացի նման հակառակ բաններ ունենալ, որ դե իրանք քնած են, իրենք չեն համարձակվի, հանգստացեք, թուլացեք, հա։ Բայց կա նաև այս երևույթը կարգավորելու մշակութային տարբերակը, որը հազարավոր տարիներ էլի մարդիկ մտածել են, օրինակ անտառում որս անելու համար մարդը, օրինակ իր նախնական զարգացման շրջաններում խնդրում էր անտառի ոգուն թույլ տալ իրեն մտնել անտառ եւ որս անել, չգիտեմ, այդ դեպքում իրենց անտառի ոգին կարող էր լիներ հովազը, կարող էր լիներ, չգիտեմ, առյուծը, վագրը եւ այլն, կամ աղոթում էին, ասենք ծիսական արարողություններ էին անում իրենց տոտեմին, ենթադրենք ցուլին կամ արծվին, որ իրենց ուժ տա, իրենց ոգեղենություն տա, իրենց նախնիներ իրենց հետ լինեն, որ գնան որսի, որովհետեւ որսը ամեն դեպքում եւս վտանգավոր գործողություն էր։ Ոչ պակաս վտանգավոր որսորդի համար։ Հա, որսորդի համար, որովհետեւ իրենք եւս կարող էին վիրավորվել, վնասվել, զոհվել, չգիտեմ, մահանալ եւ այլն։ Հիմա այս շարժումներով, այս պարերի միջոցով, որոնք
նախնադարում էին անում եւ իրենք հավաքական սիրտ ու ոգի էին ստեղծում։ Այսինքն երբ որ մարդը իր վախը կիսում է մեկ ուրիշի հետ, այդ վախը պակասում է։ Երբ որ ինքը բաժանվում է, մաս-մաս է դառնում եւ ինքը դառնում է ավելի տանելի յուրաքանչյուրի համար։ Իսկ երբ որ մարդը միայնակ է մնում այդ վախի դեմ, ինքը կարող է առաջացնել խնդիրներ, կարող է ինքը չդիմանալ այդ ծանրությանը եւ այդ վախին ուղղակի նահանջել, փախնել, ինչ որ չնախատեսված, չպլանավորված գործողություններ անել եւ այլն եւ այլն։ Հիմա այս նախնական տարբերակներով սրանք կային եւ մեր ռազմական պարերը, մեր ռազմական երկերը նախատեսված էին նաեւ հենց այս խնդիրը հավաքական սիրտ, հավաքական ոգի ստեղծելու համար, մարդկանց վախերը դուրս հանելու համար եւ ամրություն հաղորդելու մարդկանց զինվորներին։ Հիմա ռազմական պարերի մեջ կան նաեւ հարվածային պարեր, որոնք սովորեցնում են մարդին նաեւ ցավին դիմանալու կարողություն եւ սովորեցնում են մարդկանց պայքարի մեջ մտնելու այս կոնֆլիկտային իրավիճակների մեջ հայտնվելուն, վարժվելուն։ Սա են սովորեցնում, այսինքն կարող է մարդիկ լինեն մեր ժամանակներում, ովքեր կյանքում կռիվ չեն արել, պատանիներ, երիտասարդներ եւ այլն, եւ այդ կռվի մեջ մտնելուց վախենում են։ Սովորական փորձային կռիվ է, ուղղակի վախենում են մտնեն եւ ռազմական պարերը իրենք շատ լավ կարողանում են օգնել, որ ինքը կռվի մեջ մտնելու, ոգեղեն պայքարի մեջ մտնելուն վարժվի մշակութապես ավելի անվտանգ եւ ապահով ոնց որ միջավայրում էլի։ Առանց քիթը կոտրելու ինքը սովորում է ոնց կռիվ անել։ Այդ հարվածային, որ ասում եք, նկատում եք իրար հարվածելու մասը, թե գետնին հարվածելու։ Իրար հարվածելու մասը, Յարխուշտան ունենք այտենց, Շատախի ռազմապարը ունենք այտենց եւ այլն։ Շատ են, հա, իրականում, բայց մի հետաքրքիր մոտիվ էլ կա, եթե չեմ սխալվում, գուցե ռազմապարերի մեջ չի, շուրջ պարերի մեջ է, եւ որ իրար ուսի կանգնած շատ կիպ եւ հնարավոր չէ այսպես ջուր անցնի իրենց այդ միջև, դա էլ որոշակի միասնականության խորհրդանիշ ուժ է տալիս, թե դրանք ռազմապարերի մեջ չեն մտնում, հասարակական միասնության խորհրդանիշ են դառնում։ Ուսի պարում են նաեւ ռազմական պարերը, կան որոշ պարեր, որոնք ուսուսի են պարվում, բայց այնքան էլ ռազմական չեն կամ կիսառազմական են, բայց տեսեք շարքերով պարելը, կիպ պարելը ինքը եւս ռազմական հոդառությունը զարգացնելու համար էր նախատեսված եւ շատ բաներ սկսում ես հասկանալ ու բացահայտել, երբ որ այլ ոլորտների եւս սկսում ես քիչ-քիչ ծանոթանալ։ Օրինակ ռազմական ոլորտին, երբ որ մի քիչ ծանոթանում ես, սկսում ես ազգային ռազմական պարերը ավելի լավ հասկանալ։ Գծային պարերը, թե Յարխուշտան, թե Քոչարիները, թե մնացած ռազմական պարերը, երբ որ գիծը ճիշտ է պահվում, ինքը ռազմական հոտառություն առաջացնում նաեւ մարդկանց մեջ։ Այսինքն զուտ ռազմական մարտական գործողությունների ժամանակ, երբ որ անցնում են հարձակման, գրագետ հարձակման կանոններ կա, երբ որ զինվորները ենթադրենք կա ձև շախմատաձև հարձակման են անցնում գրոհի, երբ որ 8 հոգուց 4-ը հարձակվում են, սկսում են կրակել, հետո այն մյուս 4-ն են իրենցից անցնում, սկսում կրակել եւ սենց իրար աջակցելով իրար թիկունքը պահել։ Հերթափոխով սենց ոնց որ գնում են առաջ։ Հիմա այս ընթացքում իրանք կարևոր է, որ տեսողական, սենց վիզուալ կապ ունենան իրար հետ, որ հասկանան, որ ոչ մեկ չի վնասվե, ոչ մեկ չի վիրավորվե, իրենք շատ չգնան առաջ։ Հա։ Հիմա սա զուտ մարտական գործողություն է եւ նույնը նահանջի ժամանակ, նույնը դիրքային կռվի ժամանակ, երբ որ դու ուշադիր ես լինում քո զինվոր ընկերների, քո անձնակազմի նկատմամբ, իրենք լավ են, առողջ են, ամեն ինչ կարգին է, հրետանին, որ ընկավ իր կողքը, ինքը լավ է, աշոտ լավ է, գոռում ես, այս կապը պահելը։ Հիմա սա ռազմական պարերի մեջ եւս կա։
Այսինքն ռազմական պարերը հիմնականում գծային պարեր են, ու երբ որ մարդիկ գծերով են լինում, սովորում են գծի մեջ պարել, սովորում են գծի մեջ իրար հետևել, սա առաջացնում է միմյանց նկատմամբ ուշադրության այդ բանը, այդ զինվորական հոտառությունն է, էլի ոնց որ զարգացնում։ Զարգացնում է եսը դնել մի կողմ եւ գործել հանուն մենքի, եւ այդ մենքը ձեր անվան մեջ եք դրել։ Այդ մենքի զգացողությունը արտնասնող պարերն են փաստորեն մեր հայկական պարերի արմատներում։ Այո, տեսեք, մեր պարերի մեծ մասը իրենք խմբային պարեր են, այսինքն մենապարեր մենք շատ քիչ ունենք, եւ եթե մարդը մենակ է պարում, դարձյալ ինքը շարքի մեջ է լինում։ Օրինակ Երխուշտան, երբ որ հարձակվում են, չնայած դու քո շարժումները ինքնուրույն ես անում, բայց դու շարքի մեջ ես լինում։ Ընդհանուր տրամաբանությունը պարերը։ Եվ մեր պարերը սենց դեպի ներս գնացող պարեր են։ Այսինքն իրենք կենցաղում կիրառական պարեր են եւ այդ պարերի հաճույքը դու զգում ես, երբ որ ինքդ ես պարում։ Ենթադրենք ունենք գյովընդ պարը, որը երբ որ դու պարում ես, կողքի նայողները չեն կարող հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ինչ են իրենք sense լավ ազգում, ինչ են 10 րոպե բռնել են իրար ձեռ, ինչ որ դանդաղ շարժումներ են անում ու չեն փոկվում իրարից։ Այդ ոնց որ էներգիան, ոգեղենությունը զգալու համար դու պետք է լինես շարքի մեջ, որովհետև ինքը sense պատտվում է այդ շարքի մեջ։ Ու ինքը նաև ինչ խմբով է սպառում, ովքերով է պարում, ինքը կարող է ստեղծել նաև հավաքական sense միտք ոգի կամ չստեղծել։ Եթե դու խմբի մեջ ես ամեն դեպքում, ոչ թե հանդիսատես ես, դու այդ հավաքականության զորությունը զգում ես։ Երբ որ դու ուղակի հանդիսատես ես, դահլիճում նստած կամ պարողներին նայելով, այդ էներգիան մի քիչ ավելի թույլ կզգաս։ Մի քիչ չէ, կարծում եմ շատ թույլ։ Ինքը թույլ է զգացում եւ այդ բացը լրացնելու համար, երբ որ դա բեմից են ցույց տալիս պարերը, իրենք բեմի կանոններին սկսում են ենթարկվել։ Այսինքն այդ պարը բաժանում են մասերի ամբողջական խումբը, պտույտներ են անում, որովհետեւ պատկերներ են բանանում, որ sense տեսողական ինչ որ պատկերներ են ստեղծում դահլիճի համար, որ ավելի ընկալելի լինի։ Ավելի հղկված եւ ավելի բովանդակությունից հեռացած։ Հա, բայց ինքը իր բնօրինակ վիճակում դու պետք է շարքի մեջ լինես, ինքը կարող է 15 րոպե պտտվել, ոչ մի բան չանել, նույնը անել ու փոխնեփոխ երկելով նույն գովնդի մեջ փոխնեփոխ երկելով, երկել պատասխանելով վեր-վերի մեջ ինքը ստեղծում է ընդհանուր մի հատ տրամաբանություն, ընդհանուր մի հատ ոգի է ստեղծում։ Մի բան հիշեցի, ընթացքում դուք պատմում էիք, այդ իհարկե ռազմապարերի նշանակությունը ամեն մեկիս համար շատ կարևոր է, բայց մենք մի գեղարվեստական տեսարան ունենք Գևորգ Չաուշի մասին, երբ որ թուրքերով շրջապատված, թշնամով շրջապատված վանքում ամեն առավոտ ինքը վեր էր կենում եւ բերդի պատի վրա, ամրոցի վանքի ամրոցի պատի վրա գոռում էր տղաներից մեկին չալե ու այդ երաժշտության տակ ինքը պարում էր վերևում ու թշնամին նայում էր, ասում էր չեմ հասկանում, այս քանի շաբաթներով մենք փակել ենք, սոված են եւ այլն, բայց դու հենց համարցակին նայիր, ինչ համարցակությամբ վեր է կացել ու մեզ ջղայնացնում է իր ամենօրյա պարով, բայց այդ էլ արտաքին հղում է, որ իմ ոգին այնքան ուժեղ է, որ ես կարող եմ վեր կենալ ամրոցի պատին այսպես պարել եւ դա ուշ տար այնտեղ ամրոցում շրջափակման մեջ գտնվող իր զինակիցներին եւ հոգեվորականներին։ Շատ ճիշտ է, ինքը ոնց որ երկու ուղղությամբ էր այդ գործողությունը աշխատում, մեկը իր զինակիցներին ուժ էր տալիս եւ մեկը թշնամուց ուժ էր խլում։ Գարեգին Նժդեն ասում էր թշնամուն ֆիզիկապես հաղթելուց առաջ դու պետք է իրան քո ոգով հաղթես արդեն, դու քո մեջ պետք է իրան հաղթես, դու ոգով պետք է իրան ճնշես, հաղթես։ Հիմա երբ որ Չաուշը պարում է Պարիսպի վրա, ամրոցի բերդի Պարիսպի վրա, Առաքելոց վանքի, ինք ուզում ասի, ես ձեզանից չեմ վախենում, դուք թույլ եք, ինչքան էլ սոված լինենք, մենք կպարենք եւ այլն, եւ դա ճնշում է։ Հիմա մեր պարերի հավաքականություն ստեղծելու մասին, որ ասեմ, ինչի մենք անվանում մեր խումբը, քանի գնում այնքան այս անունը սկսում եմ հավանել, ասում ենք, որովհետև նոր sense իմաստներ ու բովանդակություն ա մտնում իր մեջ, ազգային մշակույթը, մասնավորապես պարը, ինչի մասին մենք խոսում ենք, ինքը անհատին հասարակության մաս դարձնելու համար է, այսինքն ոնց են ասում, սոցիալիզացնելու համար է,
որ մարդը իրեն միայնակ չզգա հասարակության մեջ։ Երբ որ մարդիկ աշխատում են, ամեն մեկը իր գործի մեջ է եւ այլն, եւ երբ որ ինքը շատ է աշխատում, սկսում է ինքը կորցնել իմաստը։ Թե ինչի համար է ինքը աշխատում, ինչի համար է այս ամեն ինչը եւ նիհիլիզմ, դեպրեսիան պատրաստ են այդ պարագայում եւ մարդը վերածվում է Մաուգլիի, որը մարդկային այդ հասարակության կողմից մոռացված։ Հա, ինքը, ասենք, եւ ամենայն տարածված բանը անգլերենով ասում են burnout, վառված, այրված հոգեբանություն։ Ինքան աշխատում, որ հոգնում է, կորցնում է, այլ այդ հավասարակշռությունը, ներդաշնակությունը աշխարհի եւ ամեն ինչի հետ կորցնում է եւ այս մշակույթը նրա համար է, որ մարդուն բանանի, անընդհատ պայի հասարակության մեջ, անընդհատ ասի, որ դու մենակ չես, դու ես չես, կամ մենքը, դու իրա մի մաս ես, որ դու զգաս քեզ ամբողջականության մի մաս։ Ուժեղ զգաս ավելի։ Եթե քո մոտ ինչ-որ մի բան թերի է կամ կիսատ, այդ մենքով լրացվում է ամբողջը։ Այո։ Ստեփան, բացի ռազմապարերից, ինչը շատ կարևոր ու շատ առուծի բաժին են զբաղեցնում մեր պարերի շղթայում, ունենք նաև, ասենք, բնություն արտնացնող պարեր, չէ, երբ որ մենք դոփում ենք գետնին բնություն արտնացնելու համար, երբ որ մենք խոսում ենք, չգիտեմ, երկնքի հետ, տարերքների հետ եւ այլն, էլ դրանք մի առանձին խումբ են, որը էլի իրենց առանձին տրամաբանությունն ունեն, կրկին այդ մենքի մեջ են, թե անհատապես մարդ-բնություն հարաբերությունների մեջ են։ Ինչ որ արժեքներ կան, որ բոլոր պարերը փոխանցում են դա։ Այսինքն եսից մենքի անցումը բոլոր պարերը փոխանցում են, որ մարդը մենակ չմնա։ Դա մենակ մարդը վտանգավոր մարդ է։ Ինքը անկայուն է եւ այլն, ինքը վախեր ունի, կարող է ինչ-որ բաներ անել եւ ինքը իր համար է նաեւ վտանգավոր։ Ինքը իր համար է նաեւ վտանգավոր, հա, եւ բոլոր պարերը, մշակութային բոլոր բաները մարդուն հանգստացնելու անընդհատ ինչ-որ տեղերի հետ կապելու համար է։ Բնության հետ կապելու, աստվածների հետ կապելու, իր շրջապատի մարդկանց հետ կապելու, այդ եսից մենք ստեղծելու համար է նախատեսված, եւ ամենաառաջինը եսից մենքն է, դեպի իր շրջապատի մարդիկ։ Եվ աստվածներին կապող իրենք ոնց որ լինում է, որ բոլորով են դիմում Աստծուն, այսինքն ընդհանրական մեկ հայտով են դիմում, եւ կա որ ինքը անատապես է դիմում նաեւ։ Բան կա, չէ, Աստվածաշնչում ասում է, երբ որտեղ որ 2 կամ 3 հոգի միասին դիմեն ինձ, ես իրենց խոսքը լսում եմ եւ իրենց հետ եմ, այդպես էլ երբ որ դու հավաքական աղոթքի ես կանգնում եւ պարնել որպես այդ աղոթքի գուցե մշակութային մի տեսակ, ուրիշ կերպ է հասանելի դառնում Աստծուն։ Հա, շատ ճիշտ եք եւ սկզբնական շրջանում ինքը որոշակի կրոնական բնույթ է ունեցել։ Այսինքն կրոնը այդ ժամանակ եղել է հեթանոսություն կամ հեթանոսությունից առաջ էլ բնապաշտություն, կենդանիների պաշտամունք եւ այլն, տոտեմիզմ եւ մարդիկ նաեւ sense սրբազան ծիսակատարություններ են արել իրեն ժամանակին համապատասխան, պաշտամունքային պարեր են պարել, չգիտեմ, արևի պաշտամունքին եւ այլն, իհարկե հիմա դա ամբողջությամբ մշակութային բովանդակություն է պահպանել եւ հոգեվոր բովանդակություն այդ իմաստով չունի, բայց ինքը մշակութային առումով եսից մենք տանելու մի հատ շատ լավ ճանապարհ է, շատ լավ ուղի է։ Եվ պարդադիր չի, որ ամենաուժեղ պարերը լինեն ռազմական պարերը։ Ռազմական պարերը իրենց խնդիրներն ունեն, բայց օրինակ համայնքային պարերը եւս պակաս կարեւոր չէին։ Օրինակ նույն գովնդը կամ վերվերին կամ փափուրին կամ չգիտեմ մնացած պարերը իրենք եւս շատ կարեւոր էին համայնքը ամբողջական պահելու համար, այսինքն խնդիր կար ոչ միայն անհատին ամբողջի մեջ պահելու, այլ ամբողջը ամբողջական պահելու եւ սենց նույն դաշտում պահելու համար, այսինքն ուզում եի հարցնել նաև աշխատանքային պարերի մի հսկայական շարք ունենք, չէ, որը չգիտեմ, ասենք մածուն մերելու պար ունենք, որ կանայք պարում էին մածունը մերելուց, կան տենց տարբեր աշխատանքային պարեր, դրանք ինչի համար էին։ Ուրեմն համայնքային պարերը, երբ ամբողջ համայնքն էր պարում, նշեմ, որ մեր պարերի մեջ մենք ունեինք աստիճանակարգ, երբ որ ինչ-որ պարեր պարում էին միայն տղամարդիկ, ինչ-որ պարեր պարում էին միայն հոգևոր դասը, քրմերը ենթադրենք, ինչ-որ պարեր պարում էին միայն կանայք կամ միայն աղջիկները եւ այլն, եւ ունեինք, որ պարում էին ինչ-որ մի բանի ժամանակ։ Օրինակ մենք պար ենք ունեցել, որ միայն
պար ունենք ախալցխայի շրջանում, որ տարվա մեջ մի օր են մենակ պարում, դա խաղաղորդների ժամանակ են միայն պարում այդ պարը, կոչվում է աստվածածնապար։ Այդ պարը մենակ այդ օրն են պարում։ Հիմա այս համայնքային պարերը համայնքը ամբողջական պահելու համար է։ Այսինքն եւ անհատին ինտեգրել հասարակության մեջ եւ բարբերաբար հասարակության բոլոր անդամներին իմի բերելով, մեկտեղելով հասարակությանը նույն զարգացվածության հոգեվոր դաշտում պահելու համար, որ չլինի թե մեկը իր մոտ, չգիտեմ, ինչ-որ այլ ուղղությամբ է սկսել գնալ եւ սկսում է քայքայել համայնքը։ Այսինքն ոնց որ պարբերական ստուգումներ ու բաներ ա լինում, էլի, որ հասարակությունը համայնքը արդյոք ամբողջական է, արդյոք բոլորը սենց են մտածում, արդյոք բոլորը նույն դաշտի մեջ են, թե չէ։ Նույն երազանքն ունեն, գնում են նույն ուղղությամբ։ Այո, այս համայնքը ամբողջական պահելու ինքը գործառույթ ուներ։ Մենք ունենք աշխատանքային պարեր, աշխատանքային պարերը իրենք աշխատանքի միօրինակությունը կոտրելու համար են, այսինքն մարդու կյանքը հեշտացնելու համար են։ Ենթադրենք երկար մարդը պետքա ինչ-որ աշխատանք անի ժամերով, մի 4 ժամ, 6 ժամ, 8 ժամ, այդ երևույթը մինչև հիմա էլ կա, ասենք հիմա, չգիտեմ, ականջակալներով երաշխիք են դնում, լսում են, այն ժամանակ չկար հնարավորություններ, մարդիկ իրենք էին կատարում, իրենք էին ստեղծում այդ մշակույթը, իրանք էին կատարողը։ Եվ օրինակ մայրոքե պարը կա, որը, չգիտեմ, կարակ մերելու նման ինչ-որ շարժումներ անում, այդ կարակը, որ մերում են խնոցին հարելու, ու ինքը ենթադրենք այդ օրը այդ հարցները պետք է, չգիտեմ, հավաքում էին դույլերով այդ սեր են ասում, այդ պետք է անընդհատ անեն։ Ենթադրենք մի 4 ժամ այս աշխատանքը կա, որովհետեւ 4 ժամ հենց նես չանի, երգում են ընթացքում, պարում են, համ ուրախ միջավայր է ստեղծվում, համ այդ 4 ժամը արագ անցնում, համ կարակը հազում այլն չեն ունում, համ էլ այդ իրենց դրական էներգետիկայով վարակում են ոնց որ սնունդ է, էլի սենց։ Սեր են ներդնում իրենց ստեղծածի մեջ, որ երեկոյան ընտանիքը հավաքվի եւ այդ սերը վայելի։ Էլի ինքը հենց այդ նպատակով էլ կար որոշ բաներ, շատ բաների մեջ կա սնունդ օրհնելու արարողակարգ, չէ՞, մենք մեր քրիստոնեական բանում ունենք սնունդ օրհնելու, սեղան օրհնելու եւ կա անհատական օրհնելու, ցորան օրհնելու։ Եվ կա անհատական, երբ որ դու հաց ուտելուց առաջ օրինակ աղոթում ես, կամ շնորհակալություն ես ասում, սա ոնց որ խաղաղությամբ եւ սիրով ճաշակելու ու արարելու համար է ստեղծված եւ նույնը ժողովուրդը ինքն է նաեւ իր մեջ երկով եւ պարով անում։ Օրինակ մածուն մերելու պար կա, ինչու մածուն, որովհետեւ մածունը ժամանակին հիմնական սննդակարգ էր։ Մի մաս էր, այսինքն սնունդ այդքան բազմազան չէր, ուտում էին այն, ինչը իրենց տարածաշրջանում արտադրում էին, ստեղծում էին, միսը շատ չէր, այսինքն միս ամեն օր չէին ուտում, մածունը ամենօրյա սնունդ էր գրեթե։ Սպիտակուցներն ապահովում էր։ Սպիտակուցներն ապահովում էր, ճնշումը կարգավորում էր, մարդկանց հանգստացնում էր։ Պապս օրինակ ամեն օր մածուն էր ուտում, դաշտից գալիս էր, տատս լցնում էր 2 գդալ մածուն, մի բաժակ ջուր, խառնում էր, հացով ֆրթում էր։ Եվ հացով լավաշով ֆրթում։ Հələ մի բան էլ սարից հետը բերած լավաշը, չէ՞, որ ճանապարհ գնացած եկած լավաշը ավելի համեղ է։ Հետը տանում էր, բերում էր, կերած չէր լինում։ Այդ թորների բաժինն։ Եվ այլն, սա այսինքն ամենօրյա սնունդ էր, եւ որ կենցաղը պատկերացնենք մարդկանց, այն ժամանակվա ընտանիքը, ընտանեկան բջիջը, ոնց որ ինքը երասերունդ կարող էր լինել, քառասերունդ կարող էր լինել եւ բազմաճյուղ։ Այսինքն լիներ Գերդաստան, որտեղ մի բազմաթիվ ընտանիք, փոքր ընտանիքներ էին։ Այսինքն լինում էր ոչ միայն բալիկները եւ մաման պապան, ասենց երկսերունդ, բալիկները մաման պապան, տատին պապին, շուտել են ամուսնանում, տատի պապի, մաման պապան, այսինքն 40 կարող էր լինել եւ նույնը կրկնակի ճյուղով, եռակի ճյուղով, հոպարներ, հորեղբորներ եւ այս ընտանիքը բազմամարդ էր։ Եվ այս բազմամարդ ընտանիքը Գերդաստանը ոնց որ կարգավորելու համար կար աշխատանքային բաժանում։ Կանայք անում էին իրենց գործը, կանայք
Նահապետիկինը Գերդաստանի ղեկավարում էր կանանց բաժինը, նահապետը տղամարդկանց բաժինը։ Դե մի բան էլ տղամարդկանց բաժին էր ղեկավարում, որովհետև տղամարդիկ մտանտուն դառնում էին նահապետի կնոջ ենթականները։ Ինչ պիտի ուտեն, ինչ պիտի հագնեն։ Եվ հա, այս մածունը, ոնց որ պատկերացրեք 20 հոգու համար պատրաստած մածունը ինչքան պետք է լինի, այսինքն ինքը մի կիլոնոց ինչ-որ տարայով չեն ուտում էլի, հա, ասենք ինքը 20 լիտր կամ sense պղինձ էին ասում կամ բան մեծ ծավալներով էին ամեն ինչ անում ու ամեն օր օջախը վառվում էր, այս որտեղ ճաշն էին եփում, որտեղ բան էին պատրաստում ու մեծ քանակությամբ սնունդ էր բանում։ Գերդաստաններ կային, որտեղ մինչև 80-100 անդամ կար ընտանիքի մեջ։ Եվ այս 80-100-ին կերակրելը, պատկերացրեք ոնց որ ամեն օր մի հատ բան վաշտ մարդ էս կերակրում, մի գումարտակ ժողովուրդ պետքա կերակրել։ Ու այսքանին միասին համատեղ ապրելու ինչ որ բանաձև պետք է լինի, որ իրար չխանգարեն, բայց շատ հետաքրքիր բան գնաց, որ այդ մածունը ինքը կաթն է, չէ, որը մի գթալ սերով, մի գթալ մածունով մերվել ամբողջացել է, եւ այդ ամբողջացած մածունը բաժն են հանում ընտանիքի անդամներին եւ էլի միավորվում են ամեն մի գթալ մածունով իրենց ներսի ընտանեկան միասնությունն է մերվում։ Հա, շատ հետաքրքիր սիմվոլ դասեցիք, շնորհակալություն։ Ու դրա համար պարում էին, որ նորից այդ մածունը սիրով լցված հագեցած լինի եւ իրենց աշխատանքը դժվար։ Ինքը ոնց որ sense օրնության նման մի բան լիներ, երբ որ մածուն բարելուց մածունը, երբ որ մերում էին այս կաթի մեջ այդ մածունը լցնում էին, փակում էին, sense տակ ինչ որ շորերով դնում էին, դրա շուրջ երգում եւ պարում էին։ Թազա մածուն է մեր էլյանանայ նայ 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 եւ այլն sense ինքը sense իրուն երկով պարով այս հարսներն ու աղջիկները ոնց որ իրենց առօրյան էին լցնում հարստացնում սեր էին լցնում նաեւ հոգեվոր այդ բաղադրությունն էին տեղը պահում որ սնվելուց հետո իրենք եւս հարստացված լինեն։ Ոնց ասենք, չգիտեմ, ինչ որ մեկին օրապահի կասենք ճաշը դնելուց են որ դնում բան են անում մի հատ է ձեռով sense հա կամ խմոր աներստո խաչ են անում տանտիկիները կամ գաթայի վրա խաչ են անում որ կնքում են կնիքը դնում են որ լրիվ տեղն է արդեն հա եւ մեն առաջ Ստեփան, այն ինչ որ դուք պատմում եք իսկապես շատ հրաշալի է ու մեր մշակույթի խորության մասին է պատմում։ Ինչու ենք մենք այսօր կանգնել այդ մշակույթը վերարժևորելու խնդրի առաջ։ Ինչու է ստեղծվել մենք հասարակական կազմակերպության նման բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք պիտի նորից սովորեցնեն մեզ, նորից մեր կենցաղ վերադարձնեն մեր ինքնության բովանդակությունը։ Որովհետև մեզ մոտ մշակութային խզում է առաջացել եւ այդ խզումից հետո էլ կենսակերպը նույնը չի մնացել եւ մենք ունենք ոնց որ երկու խնդիր միաժամանակ եւ շատ լուրջ խնդիրներ են սրանք լուծելու համար մեկը այդ խզումը վերականգնելն է ոնց որ այդ բաց թողած ժամանակը հետ բերելն է եւ մյուսը կենսակերպի փոփոխությանը հարմարվելը ընտանիքները արդեն 80 հոգով իրար հետ չեն ապրում 20 հոկանոց ընտանիքներ շատ քիչ ունենք Հայաստանում հիմա եւ կենսակերպը փոխվել է այսինքն եւ այդ կենսակերպի փոփոխությանը պետք է հարմարվել եւ բաց թողած 70 տարիները հետ բերել ճակերտավոր որտեղ մի քիչ շատ ավելի երկար այո տեսեք ինչից է խզում առաջացել նախ ամենամեծ խզման պատճառը եղել է ցեղասպանությունը երբ որ մեր մշակույթի մի հսկայական շերտ ուղակի վերացել է որովհետև վերացել են այդ մշակույթը կրող մարդիկ այսինքն տարածաշրջաններ կան որտեղից շատ քիչ մարդիկ են փրկվել եւ այդ փրկվածները այդ տարածաշրջանի մշակույթը լիարժեքորեն չեն տիրապետում եւ չեն փոխանցել այսինքն այդ տարածաշրջանի մշակույթը չգիտեմ ինչ որ ճաշատեսակ, ինչ որ ասեղնագործության տեսակ, ինչ որ երգեր, ինչ որ պարեր, ինչ որ հեքիաթներ եւ ասացվածքներ, սրանք կորել են այդ մարդկանց հետ։ Դրանից հետո մեր արևմտահայության մնացած մասը դուրս է եկել իր բնորանից եւ հաստատվել են Պարսկաստանում, Սիրիայում, Եվրոպայում, Ամերիկայում, Ռուսաստանում եւ իրենց բուն միջավայրում չեն եղել։
եւ ստեղծագործականությունը, որ շարունակվի մշակույթի բնականon զարգացումը, իր բնորանում եթե չի լինում, ինքը այլ է լինում կամ չի լինում դադարում է լինել։ Այսինքն ստեղել ենք խզում առաջանում, որ 20-րդ դարի սկզբից 19-ի վերջից, երբ որ 19-ի վերջից սկսվում է հայոց ցեղասպանության ծրագրումը եւ իրականացումը փուլ առ փուլ, երբ որ այսինքն ոչ միայն 15-ին չի մենակ եղել 1890-ականների Աբդուլհամիդյան ջարդեր դրանցել էր Ճադանա եւ այլն եւ այլն, ասես բարբերաբար ինքը ծրագրային գալիս է եւ բնորանից զրկված մարդը չի կարողանում ստեղծագործել։ Այսինքն ոնց որ ծաղիկը կտրում ես հողից, ինչ որ մի պահ գուցե ծաղկամանում ապրի, բայց մեկը շուտ թողնում այո։ Իհարկե, ոնց որ լինում են հաջող պատվաստներ, երբ որ ինչ որ լավ միջավայրում է լինում, այսինքն արևմտահայերը երբ որ գալիս են Արևելյան Հայաստան, էլի հնարավոր է լինում շարունակել։ Հա, օրինակ այսօր Թալինի տարածաշրջանում բնակվող սասունցիները իրենց հարսանիքների բաների ժամանակ դեռևս հուսով են ոչ դեռևս պարում են այսօր էլ իրենց սասունի պարերը մայրոքեն, Յարխուշտան եւ այլն, այսինքն հնարավոր է եղել պահպանել։ Ինքը որպես հայ ժողովրդի էթնիկ մի խումբ ինքը պահպանել է իր մշակույթը, բայց Ռուսաստան գնացած, Ամերիկա գնացած, այս խմբերը չեն պահպանում սա։ Դե որովհետև այնտեղ ոնց որ քրիստոնեական կոչվող միջավայրում հայտնվելով վտանգներ չեն տեսել եւ չի պահպանվել, իսկ ավելի մահմեդական երկրներում հավաքվելով փակվել ներհամայնքային կյանքը կարևորել են եւ ազգային ինքնությունը պահելու խնդիրներ են։ Բայց դա առանձին քննարկելու թեմա է, քանի որ քիչ է մնացել մեր ժամանակ, ես շատ եմ ուզում խոսենք թե ինչ միջոցներով, ինչ մեթոդներով մենք աշխատում, ինչպես է ինքնությունը եւ դաշտից հետո հականք մեր փոքր Մենքին հայ ժողովրդի եւ այս ամբողջ ստեղծարարության հետ համեմատած մենքը փոքր երևույթ է շատ ավելի, բայց իմ սրտին շատ հարազատ, շատ թանկ, շատ տաք սերով լի մի միջավայր է մենքը։ Մենք ազգային պարերն ենք հիմնական թիրախային ուղղություն ընտրել մեր գործունեության մեջ եւ ազգային պարեր սովորեցնում ենք մեր խմբերում։ Այս պահին ունենք շուրջ 80 ասենց ասած շահառու, ունենք 80 հոգի, ովքեր սովորում են ազգային պարեր մեր խմբերում, 3-4 խումբ ունենք եւ պարբերաբար կազմակերպում ենք պարուսություններ, այցելություններ ենք կազմակերպում մարզեր, հենց հիմա Տավուշի Իջևան համայնքում ենք իրականացնում պարուսություններ, այնտեղ ընտրել ենք 6 դպրոց, որտեղ յուրաքանչյուրում ունենում ենք 3 հանդիպում, շաբաթը 1 կամ 2 շաբաթը 1 պարբերականությամբ եւ երեխեքին փորձում ենք sense ծանոթացնել ազգային մշակույթին, սեր առաջացնել, ուղղորդել իրանց դեպի ազգային մշակույթը, որ իրենք տեղում կարողանան վառվեն դրանով եւ սկսեն հայկական մշակույթը։ Հա։ Մենք ունենք ասեղնագործության բաժին, ասեղնագործությունը մեզ մոտ անում են մեր խմբից Սոնան, Լիլիթը, իրենք մեր խմբի աղջիկներին սովորեցնում են ասեղնագործություն, մենք էլ միտումնավոր ընտրել ենք սա եւ մեր տարազները ասեղնագործել ենք ինքներս, մեր շապիկները, մեր հագուստները մենք ինքներս ասեղնագործում ենք եւ փորձում ենք ասեղնագործությունը եւս տարածել ամենուր։ Լիլիթը օրինակ ստեղծել էր իր ընկերությունը խորոտ էր կոչվում, երբ որ ինքը արդեն ահագին ընդլայնվել էր։ Պատանի աղջիկներ էին, ովքեր բիզնեսի նման փորձում էին շատ լավ բաներ։ Շատ խորոտ էր։ Հիմա չկա։ Հիմա կարծեմ դադար են վերցրել այս բանը։ Բայց առանձին աշխատում են։ Հա, առանձին աշխատում են, այսինքն ինքը ամբողջական որպես արժեք այս բանին դադար է առնում, բայց այն մարդիկ, ովքեր սովորել են այդ ընթացքում ասեղնագործել, դա անում են, կիրառում են։ Իսկ հիմա օրինակ ես կամ տարբեր տարիքի այլ կանայք կարող են մոտենալ ու դասընթացի նման սովորել ձեզ մոտ ասեղնագործել։ Այո, կարող են։ Հիմա մենք վերջացրեցինք մի խմբի վերապատրաստում աղջիկների, շուտով կսկսենք երկրորդը, եթե ցանկացողներ կան, կարող են գրել մեր էջին, կապվել մեզ հետ։ Մեր էջը կոչվում է մենք.folk Instagram-ում, մենք Facebook-յան հարթակներում, այնտեղ մենք
Թող գրեն, երբ որ սկսվի մեր դասընթացը, մենք անպայման իրենց եւս կներառենք այս ասեղնագործության դասընթացի մեջ։ Իսկ պարի եւ երգի խմբակներն առանձին են գործում, թե մարդը եթե գալիս է օրինակ ասեղնագործության, ներգրավում է նաեւ պարի ու երգի ուսուցման process-ներին։ Սա մենք դեռևս մեզ համար ենք անում, այսինքն մենք երբ որ գալիս են պարի, ասում ենք, որ մենակ պարով քիչ է, պետք է ասեղնագործություն էլ սովորենք, մենակ ասեղնագործությունն էլ է քիչ, երբ որ ինչ-որ տոներ են լինում, մենք պետք է գնանք մասնակցենք դրան, ոնց որ, ու փորձում ենք ամբողջացնել, էլի, ոնց որ ազգային մշակույթը մենակ մի ուղղությամբ ինքը ճիշտ է, ուժեղ է, բայց ավելի է հարստանում, երբ որ իրանց sense տարբեր ուղղություններ կգում, տարբեր ճյուղեր եւս ներառում ես այդ բանի մեջ։ Լավ, աղջիկները բացի պարից ու երգից կարող են ասեղնագործել։ Տղաների համար ինչ ունեք։ Տղաների համար ունենք ազգային խաղեր։ Ազգային խաղեր, որոնք քաղաքային պայմաններում չեն կիրառվում։ Բակերում չի լինի խաղալ։ Բակերում լինում է խաղալ, բայց եթե խաղան, եթե կիրառան, էլի։ Բակերում հիմա ֆուտբոլ են խաղում, ազգային խաղեր։ Եթե խաղում են գոնե ֆուտբոլ են խաղում, եթե չէ ազգային խաղեր, իրենք շատ կարող են ազգային խաղերից օրինակ կազմակերպող, տենց ազգային խաղեր եւ տոներ կազմակերպող կա Վարը Վարենքը, իրենք եւս մեզ sense քույր կամ եղբայր կազմակերպություն են, իրանք էլ են շատ լավ գործանում եւ ազգային խաղերը պարբերաբար տարբեր տեղերում, տարբեր միջոցառումներում կազմակերպում են, ժողովուրդը տեսնում է, շատ հաճելի է լինում։ Ստեփան, եթե քեզ հարցնեմ, թե որոնք են հայկական մշակույթի 3 հիմնասյուները, որոնք կթվես։ Հայոց լեզուն հաշվում ենք։ Ցանկացած ձեր ասոցիացիայով կամ ենթագիտակցությունից եկած ձևակերպումը։ Ինձ թվում է ամենաառաջինը հայոց լեզուն է։ Եվ բանավոր եւ գրավոր իր տարբերակով մշակույթը ինքնին, բայց մշակույթը իր հերթին sense բացվածքներ ունի, եթե երկու հիմնական ճյուղերի բաժանեմ մշակույթը, ուրեմն հոգեվոր եւ կենցաղային մշակույթ, հոգեվորն է, եթե sense բաժանեմ մասերի, պարն ու երգն են ինձ համար շատ կարեւոր, կենցաղային մշակույթն է շատ կարևոր եւս բաղադրիչ է, դա մեր ընտանեկան հարաբերություններն են, մեր միջանձնային հարաբերություններն են, որոնք հայկականության առանցքով պետք է կառուցված լինեն, էլի ոնց որ աշխարհ հայացքը մեր միջավայրին ու աշխարհին ծնող զավակ հարաբերությունները, տղա ընկերական հարաբերությունները, տղա աղջիկ միջսեռային հարաբերությունները, ամեն ինչը կենցաղային արարողությունները, ծնունդը, թաղումը, հարսանիքը, աշխատանքը, այս ամեն ինչը ինքը եւս շատ կարեւոր է, էլի, որ ինքը մնա մեր բովանդակության մեջ։ Իսկ երրորդությունը լեզու մշակույթ, իր տարբեր բացվածքներով եւ երրորդությունը էլ կհուշեք։ Դե մշակույթը այսքան բացված կա։ Լավ։ Ստեփան, ձեր կյանքի մի երկար ժամանակահատվածը տվել եք, նվիրել եք կրթությանը, պատանիների հետ աշխատելուն, երիտասարդների հետ աշխատելուն։ Տեսել եք այն փոխակերպումները երեխաների մեջ, այն լույսի ծագումը նրանց աչքերում, հայացքներում, որը եղել է, առաջացել է հայկական պար, հայկական երգ, հայկականության մեջ հայտնվելու, սովորելու եւ հայկականության մեջ հայտնվելու շնորհիվ։ Այո, շատ լավ հաստատեցիք, ուրեմն մենք ով են աշխատանքը ինչ որ անում ենք, այսինքն մշակութային բան, ինքը մշակութային մեր գործունեությունը, ինքը լինում է շաբաթական 2 կամ 3 հանդիպում միմյանց հետ, հետո մարդիկ գնում են եւ շարունակում են աշխատել եւ արարել։ Ներողություն, պատանիների երիտասարդների հետ աշխատելուց 2-3 հանդիպումը կարծեք թե բավարար չի լինում եւ այս առումով շատ մեծ աշխատանք, օրինակ ես տեսել եմ իրական դպրոցում, որտեղ աշխատել եմ եւ իրական դպրոցում դա այն լիարժեք միջավայրներ, որը ես պատկերացնում էի, որ դաստիարակության միջոցով մենք ինչ արդյունքների կարող ենք հասնել։ Այնտեղ կար մի քանի ուղղություն,
իրական դպրոցը գործում է Երևանում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում, ընդունելությունները բաց են, կարող եք այցելել, գրանցվել եւ տեսնել թե 4 տարվա ընթացքում ինչպես է լույսը արկայծում նրանց հայացքներում, ինչպես է նրանք ավելի դառնում մենք։ Այո, այստեղ մենք ունեինք մշակութային բաղադրիչ, մշակութային բաղադրիչը ազատ արվեստների դասընթացների միջոցով էր անցկացվում եւ մշակույթների բաղադրիչը բացի ազգային պարից շատ գեղեցիկ, ասես փառահեղ անցկացնում է կայթը, կայթ մշակութային հանգույց է ինքը, այնտեղ իրենք անում են ռիթմիկայի դասեր, անում են երգչախումբ, նվագախումբ, կավի, նկարչության եւ շատ էին կայթացնում երեխեքի մեջ արվեստը եւ մշակույթը եւ այս մշակութային բաղադրիչը կարծեք թե բացի Պարից նաեւ ամբողջանում էր ունեինք ռազմական մարզական բաղադրիչ, որտեղ երեխեքին պատանիներին պատրաստում էինք զինվորական ծառայության, որ իրենք լինեն ուժեղ, լինեն կոփված, չզզվող, ուտելիքից, միջավայրից հարմարված լինեն, դժվար պայմաններում ապրելու եւ այլն, եւ ունեինք աշխատանքային բաժինը, որտեղ երեխեքը մասնագիտական կրթություն էին ստանում եւ մասնագիտական կողմնորոշման միջոցով հասկանում էին, թե կյանքում իրենց ինչ է պետք, եւ ունեինք առաջի կուրսը, ասենց ասած, մարդակերտման շրջան էինք համարում, երբ որ երեխեքին սովորեցնում էինք աշխատել, սովորեցնում էինք սիրել մշակույթը, հայրենիքը, աշխատանքը, ընթերցանությունը եւ այլն, եւ լեզուն։ Իրական դպրոցում ուսուցանվում է գրաբար, ամենապակասը, որ երեխեքը պետք է իմանային, դա դասական ուղղագրությունն է, որով պետք է իրական դպրոցում ամբողջ շրջանառվող գրավոր խոսքը իրենց կառուցեն եւ գրաբար, որը քիչ-քիչ ամրանում է այնտեղ, երբ բոլոր կրթակարգերը պետք է փոխվեն գրաբարի։ Եվ ժամանակի ընթացքում լինում են ասենց տևական փոփոխություններ, օրինակ Իջևանի Տավուշի մարզի Սևքար գյուղում երեք օրինակ պարուսուցում ենք անում, երբ որ առաջի անգամ մտնում ենք ու տղերքը վերապահումով են մոտենում, թե հա, մենք պարենք, չպարենք, միգուցե չպարենք, հա, ու երբ որ իրենց իսկական ազգային մշակույթը ցույց է տալիս իր արժեքները, իր ուժը, առաջի դասից հետո այդ հեղափոխությունը միանգամից նկատելի է լինում։ Լուրջ, ասենք իսկապես փոխվում է։ Բայց պիտի տևական պահել չէ, երևի դա, որ այդ կայծը։ Դա կայծը, դա ոնց որ ասուպա, ընկնող աստղ, այսպես մի հատ փայլ է, որը կարող ես տեսնես, բայց հետո ինքը խամրի։ Բայց այս առաջի բանը շատ կարևոր է, որ կարողանաս հենց առաջի ճակատամարտը հաղթես։ Երբ որ երեխեքը ես սենց որ նոր ես եկել, կիսա արհամարական, կիսա սենց ամբարտավան վերված, հա, սենց ինչ-որ նայում ես, հա, ինչ-որ բաներ ես ուզում ցույց տաս, մտել ես իրանց գյուղը ոնց թե, հələ մի հատ տեսնենք ով է, ինչա, գյուղի տերերն են, էլի իրանք փաստացի, այդ դպրոցի տերերն են, ու երբ որ այդ տղերքին ցույց ես տալիս, որ իսկական մշակույթը որն է, իր ուժը որն է, իրանք քեզ ընկալում են, ընդունում են։ Որտեվ զգում եմ, որ նույն լեզվով եք խոսում։ Հա, նույն լեզվով ենք խոսում, նույն արժեքներն ես տալիս, ինչ որ իրանք ունեն, հələ մի բան էլ ավելի զուլալը։ Իրանք սկսում են ընկալել դա։ Սա մեկ բանն է, կարճատև բանն է, բայց իրական դպրոցում, երբ որ դու տևական աշխատում ես դրա վրա, դու աշխատում ես նաև այնտեղ իր մարդկային բնավորության վրա, ծուլության վրա, քնկոտության վրա, չգիտեմ, վատ ձեռագրի վրա, հա, աշխատելու ցանկություն չունենալու վրա, ինքը sense տևական արդյունք է տալիս։ Ու երբ որ ինքը ավարտում է դպրոցը, դու իրան արդեն կարող ես տեսնել քո միջավայրում, քո շրջապատում։ Օրինակ, դենց մի հատ sense շրախկան գիտակցություն լինում է, երբ որ 22 թե 23 թվականին էր Ջերմուկում այս դեպքերի ժամանակ մենք էլ էինք բարձրացել դիրքեր, երբ որ իջնում էինք ու մեզ փոխելու էր գալիս մեր դպրոցը ավարտած տղերքից մեկը, Անդրեասյան Հայկը, օրինակ, որը ես գիտեմ, որ ինքը իմ աշակերտն է ու հիմա եկել է ինքնից փոխարինելու։ Այսինքն արժեքների բան է լինում, էլի, հա, էստաֆետա է լինում, զգում ես դա։ Ու նույնը մշակութային դաշտում, երբ որ տեսնում ես, որ քո աշակերտները
մի ուրիշ տեղ հենց խումբ են բացել, ինչ որ նախաձեռնություն են անում, նույն Վարվարենկի Սամվելը, նույն Խորոտի Լիլիթը, նույն Աշոտը, Առաքելյան, որ իր քաջասներ բացել ու սենց նույնը, եթե ինչ որ բան էլ չեն բացում, տեսնում ես որ էստաֆետան փոխանցված է։ Բարի գործը վարակի չէ ու շատ ուրախ եմ, ցավոք մեզ հատկացված ժամանակից դեռ մի բան էլ ավելին մենք զրուցեցինք ու էլի կարելի է զրուցել ու խոսել։ Ես ուրախ եմ եւ ինքնությունն էլ ինչով կկարողանա մենքի եւ մնացած բոլոր այն կազմակերպությունների կողքին կլինի հանրայնացնելու, ներկայացնելու, պատմելու եւ այդ կայծերը ասուկների նման մարդկանց սրտերում տարածելու։ Ձեր շնորհակալություն ձեր հսկայական աշխատանքի համար, շնորհակալություն ձեր նվիրվածության համար եւ այն մեծ հանձնառության համար, որ վերցրել եք ձեր ուսերին եւ համբերատար, սիրով եւ հայկականությամբ տանում եք։ Ես էլ իմ ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ հետևեք մենքին, հետևեք հայկական մշակույթ տարածող բոլոր կազմակերպություններին, օգտվեք առիթից Ստեփան Թորոյանի հրավերն ընդունեք, գնացեք ասեղնագործություն սովորեք, պարեր սովորեք, հասկացեք ինչ եք պարում, հասկացեք ինչ եք երգում, ում համար եք երգում, ինչի համար եք երգում եւ վստահաբար ձեզ ավելի բյուրեղացած, ավելի զուրալ, ավելի լավը կդարձնի, չէ՞։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, Մարինե ջան, իրուր հետ։ Իրուր հետ, շատ լավ կարգախոս է, շատ եմ սիրում, մանավանդ որ 3-4 անգամ կրկնում եք ու այդ խմբով շատ լավ ստացվում է։ Ես հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես զրուցում էի Ստեփան Թորոյանի հետ, ով մենք կրթամշակութային հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է։ Մի քիչ ավելի լավը լինենք, մեր մշակույթը ուժեղացած ու զորացած լինենք։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։